Ղուկասի ավետարան գլուխ 17 և 18։ Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե երբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց և ասաց. Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում ձեր մեջ է։ Իսկ իր աշակերտներին ասաց. կգան օրեր, երբ դուք կուզենաք մարդու որդու օրերից մեկը տեսնել և չեք տեսնի, և եթե ձեզ ասեն, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, մի շտապեք գնալու, որովհետև ինչպես որ փայլակը երկնքի ներքևից փայլատակելով երկնքի երեսը լուսավորում է, այնպես էլ կլինի մարդու որդին իր օրում։ Բայց նախ նա պետք է շատ չարչարվի և մերժվի այս սերնդից։ Եվ ինչպես եղավ Նոյի օրով, այնպես կլինի և մարդու որդու օրով։ Ուտում էին, խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ Նույնպես ինչպես Ղովտի օրով էլ եղավ, ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։ Նույն ձևով է լինելու այն օրն էլ, երբ մարդու որդին է հայտնվելու։ Այն օրը, ով որ տանիքում է և իր կարասին տանը, թող չիջնի առնելու այն, և ով որ հանդում է, նույնպես թող հետ չդառնա։ Հիշեցեք Ղովտի կնոջը. ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթե երկու հոգի լինեն մի մահճի մեջ, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե երկու կին միասին աղալիս լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե հանդում երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Պատասխան տվին և ասացին նրան. «Որտե՞ղ, Տեր»։ Եվ նա ասաց նրանց. «Ու որ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները»։ Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան։ Ասաց. մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»։ Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում, դրանից հետո իր մտքում ասաց. թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրիկինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա ու ինձ չանհանգստացնի։ Եվ Տերն ասաց. լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը։ Իսկ Աստված արդարություն չի անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատար կլինի։ Այո, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի։ Իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենց-իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։ Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր անում. «Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները և կամ ինչպես այս մաքսավորը, այլ շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում և 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. «Աստված, ներիր ինձ՝ մեղավորիս»։ Ասում եմ ձեզ, սա իջավ իր տունը արդարացված, ոչ թե մյուսը, որովհետև ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։